ուզում եմ ձեզ պատմել։ Կառավարության նիստից հետո լրագրողներին ճեպազրույց տված վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ժողովրդի միջև պառակտումը վաղուց է տեղի ունեցել, որովհետև հայ ժողովուրդը ըստ էության հեռացված է եկեղեցուց, ժողովուրդն ավելի ու ավելի պակաս կապ ունի եկեղեցու հետ, քանի որ եկեղեցու վերնախավը եկեղեցին մեկուսացրել է ժողովրդից, սակայն եկեղեցին առաջին հերթին ժողովրդինն է, իսկ նրա խոսքով իրենց մեկնարկած գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարակների տանում։ Նույնիսկ ընդդիմադիր գործիչները խորան են բարձանում, պատարակի են մասնակցում, սարկավակ են դառնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մեր խնդիրն է վերականգնել ժողովրդի եւ եկեղեցու միասնությունը, ինչ վերաբերվում է Սուրբ Ծննդյան ուխտերթին, ես կարծում եմ, որ այն բավական մարդաշատ էր, այնտեղ կային պետական պաշտոնյաներ, այնտեղ կային քաղաքացիներ, այնտեղ կային ինձ քանի հոգի զոհվածի մայրեր են մոտեցել այդ երթի ժամանակ, իրենք պետական պաշտոնյա չէին, մարզերի բնակիչներ են մոտեցել, մարդիկ կային արտերկրից էին եկել, որ այդ երթին մասնակցել, իրանք պետական պաշտոնյա չէին, այտենց որ նայենք, ես մասնակցել եմ, պետական պաշտոնյա եմ, օրինակ կառավարության անդամներ եղել են, որ մասնակցել են, պետական պաշտոնյա են, բայց բազմաթիվ, այսինքն վարչապետը հրավիրում է երթ եւ պետական կառավարման թիմակիցները պետք է չմասնակցեն, հա, պետք է բոյկոտեն, բայց չմասնակցեն, պետք է ասեք վարչապետը երթ է հրավիրել, հլնայեք, պաշտոնյաները մի հատ էլ բան են արել, բոյկոտել են, սա նշանակում է կառավարման ճգնաժամ կա Հայաստանի հանրապետությունում, պաշտոնյաներն են մասնակցել, ոչ պաշտոնյաներն են, որովհետև կառավարության ղեկավարը մասնակցում է այդ փաստի բերումով, այսինքն իմ կոչն ա եղել, ես եմ հրավիրել, չեմ ասել պաշտոնյաները չգան, ոչ պաշտոնյաները գան։ Փաշինյանը վստահեցնում է կաթողիկոսի հեռացումը կանեն անցնցում քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված։ Ես կարծում եմ, որ երկրի հանրային նշանակություն ունեցող հարցերին պետք է անդրադառնա։ Անկախ նրանից հիմա ես օրինակ վարչապետը ռիլ նկարելու եւ հրապարակելու իրավունք ունի, թե չունի։ Ինստիտուտների միջև եւ դրա համար եւ դրանով ես կամրջում եմ վարչապետի ինստիտուտը, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ, կամրջում եմ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի ինստիտուտի հետ, կամրջում եմ Նոր Կտակարանի ինստիտուտի հետ եւ այլն, եւ կամրջում եմ աղոթքի ինստիտուտի հետ, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է թե մենք ինչ ենք պատրաստվում անել, ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի, մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքը իր մտադրությունը փոխի։ Իսկ ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ուներ, մետով է ասում, որ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Նույնն է Կտրիչ Ներսիսյանը ստիպված կլինի հեռանալ։ Բայց մենք դա էլ եմ ասում, ոնց որ արել ենք, դա մենք կանենք անցնցում քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված։ Եվ այն դեպքերում դուք նկատել եք, այնտեղ որտեղ ես հետահայաց ինքնահայեցվել եմ եւ տեսել եմ, որ մենք այդ քրիստոնեական հանդուրժողականության եւ սիրո ուղուց շեղվել ենք, ես դրա համար հրապարակային ներողություն եմ խնդրել, պատասխանատվություն եմ կրել եւ այդ թվում արդեն բազմիցս Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ ներում եմ հայցում իմ մեղքերի համար։ Սահմանազատման գործընթացի հետ կապված Փաշինյանը հիշեցրել է, որ հանդիպում է տեղի ունեցել եւ հիմա որոշակի աշխատանքներ են տեղի ունենում եւ պատեհ առիթով գործընթացը կշարունակվի։ Սահմանազատման գործընթացը հենց դրա մասին է, որ ճշգրտվեն փոխադարձաբար ճանաչված տարածքները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դուք գիտեք, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում արձանագրված է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբ եւ դա պետք է իրագործվի։ Սահմանազատման գործընթացում գիտեք, որ հանդիպում տեղի է ունեցել եւ հիմա որոշակի աշխատանքային process-ներ են տեղի ունենում եւ պատեհ առիթով սահմանազատումը գործընթացը կշարունակվի, այսինքն հիմա էլ է շարունակվում, բայց ամեն ինչ չի, որ գետնի վրա է տեղի ունենում, որովհետեւ գետնի վրա իհարկե տեղի կունենա, որովհետեւ հատկապես կապուղիների եւ թրիփ ծրագրի
մեկնարկի համատեքստում առնվազն պետք է սահմանի հատվածները սահմանագծվեն, որպեսզի կոմունիկացիաները սկսեն աշխատել եւ այո, ես գիտեմ, որ ակտիվ աշխատանք է գնում գետնի վրա, երբ որ լինի համապատասխան տեղեկատվությունը կլինի։ Նկատի ունեմ նախատեսված է, բայց ինքը նրբություններ ունեցող աշխատանք է, հիմա այդ նրբությունների փաստաթղթային նախապատրաստությունների վրա աշխատանք է տեղի ունենում։ Ադրբեջանական բենզինի նոր խմբականակը նույն ընկերություններն են ներկրում ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող կոնցեռնի մաս կազմող Megatrade եւ Sisha World ընկերությունը, որն ըստ լրատվամիջոցների գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ Շողերինա Մկրտչյանի եղբորորդուն է պատկանում 24-ամյա Սամվել Մկրտչյանին։ Նախորդին ադրբեջանական ԱՊԱ-ն էր հաղորդել, որ նախատեսվում է Հայաստան ուղարկել AI 92 տեսակի բենզինի եւ դիզելային վառելիքի 1000 տոննա։ Բացի այդ, Հայաստան կառաքվի 1800 տոննա AI 95 տեսակի բենզին։ Վառելիքը գալիս է մի քանի հազար տոննա գալիս է, նորությունն է, որ միայն այսպես կոչված պրեմիում չի գալիս, այլ նաև ռեգուլյար է գալիս եւ դիզել է գալիս ու ելի նախնական գնահատականներով շուկայականից էական մինչեւ 80 դրամ էժանալի։ Երբ կհասնի Հայաստան։ Մոտակա օրերին։ Ինքը եկեք սենց անենք, էլի դա չպետք է լինի սենսացիա։ Այսինքն, այսպես սենսացիան առաջինն է լինում։ Ինքը երկրորդ, երրորդն էլ կլինի, 5-ն էլ կլինի, 15-ն էլ կլինի, ինքը արդեն բանի մեջ է։ Ես նույնիսկ անկեղծ ասեմ, ես այլևս այդ process-ով չեմ զբաղվելու, որովհետև ինքը ռելսերի վրա ընկած է, ոնց որ չեմ զբաղվում, չգիտեմ, որևէ բիզնես, երբ որ Չինաստանից ինչ-որ բան է բերում, էլի, այսինքն այդ ինքը արդեն ռելսի վրա ընկած է եւ կգնա։ Ըստ կառավարության դիմաց հավաքվածների զոհված ծինծառայողների մայրն արդարադատության ձեռքը կրակն է ընկել։ Նա ուզում է, որ հարցը շուտ լուծվի։ Գողը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, եթե կա այդ օրենքը։ Դատավորի այդ այսպես ասած չեմ կարող ասել, քանի որ ինքը ներկայանում է անընդհատ առանց պաշտպանի ու իր ամբողջ խնդիրը ինչ որ կայանում է, որ ինքը առանց պաշտպան չի կարող դատի մասնակցել։ Հենց մեղադրյալը ամեն անգամ հանրային պաշտպան են տրամադրում, հանրային պաշտպանը չգիտես ինչու դատի մի օր մնացած հրաժարվում է ու արդեն 3-7-րդ նիստն էր, էլի ինքը չներկայացավ, իր պաշտպանը չներկայացավ ու այսպես շարունակ։ Այսինքն ձեր բողոքն այն է, որ դատական process-ները ձգձգվում են եւ մինչեւ օրս այդ շիրմաքարի համար, այդ անբարոյական քայլի համար այդ անձը գողը, այսպես ասած, չի ստանում իրեն արժանի պատիժը, դա է ձեր բողոքի։ Ես ուզում եմ, որ այս հարցը շատ շուտ լուծվի, իմ գումարը հետ վերադարձվի, որովհետեւ ես այդ գումարը ինձ չեն օգնել, դա իմ տղայի մի ժամ ինքը այդ մեքենան չի վարել, մի ժամ առելա գնացել է պոստեր ու զոհվել է։ Ես չեմ ուզում, որ ինքը վայելի այդ գումարը, իմ գումարը հետ վերադարձնեն, ինքն էլ պատժվի օրենքի խստությամբ, եթե կա այդ օրենքը։ Իմ գումարի մասին է խոսքը։ Գումարը 12000 ԱՄՆ դոլար։ Սիրիայում լույս տեսնող Գանձասար շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը նշելով, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հայտնել այսօր ԵՄ-ին պատմել է, որ Հալեպում վիճակը սարսափելի է, բախումներ կան ամենտեղ։ Ամեն մարդ իր բնակարանում է, դուրս չեն կարողանում գալ ռմբակոծություններ են։ Նրա փոխանցման հայերի շրջանում տուժածներ չկան, բայց Սիրիայի մայրաքաղաքում հրթիռակոծությունից վնասվել են հայաբնակ թաղամասերը, կան նյութական վնասներ։ Սուրբ Ծննդյան նորից Սիրիայի դեմոկրատական ուժերի եւ Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում զոհվել է 4 մարդ, 26-ը վիրավորվել։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Միացյալ Նահանգներին մեղադրելով երկրի ներքին գործերին միջամտելու համար եւ նշել, որ Իրանի ժողովուրդը թույլ չի տա, որ Վաշինգտոնի խաբուսի քաղաքականությունը եւ թշնամական բարքակիցը խաթարեն Իրանի ազգային ինքնիշխանությունը, անկախությունը եւ արժանապատվությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը շատ ծանր հարված կստանա, եթե ավելի շատ ցուցարարներ զոհվեն։ فراز و فرودهای مقطعی نباید Թեհրանը խստորեն դատապարտում է ԱՄՆ պաշտոնյաների կողմից Իրանի ներքին զարգացումների վերաբերյալ արված հայտարարությունները, դրանք որակելով որպես ԱՄՆ կառավարության կողմից Իրանի մեծ ազգի նկատմամբ շարունակական թշնամանքի հստակ ցուցիչ։ Նման հայտարարությունները չեն բխում Իրանի ժողովրդի նկատմամբ որևէ իրական մտահոգությունից, այլ իրականացվում են Իրանի ներքին գործերին առավելագույն ճնշման, սպառնալիքների եւ միջամտության քաղաքականության շրջանակներում։ Իրանը ճանաչում է խաղաղ բողոքի ցույցերը եւ ոչ մի ջանք չի խնայում ժողովրդի օրինական պահանջները օրենքի շրջանակներում բավարարելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները
զորամասերը դուրս կգա տասնյակ միջազգային եւ ՄԱԿ-ի կառույցներից, այդ թվում կլիմայական պայմանագրից եւ ՄԱԿ-ի այն մարմնից, որը խթանում է գենդերային հավասարությանը, քանի որ նրա խոսքով դրանք գործում են ԱՄՆ ազգային շահերին հակառակ։ Թրամփի կողմից բարձրաստիճան վարչական պաշտոնյաներին ուղղված հուշագրում նշված ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող 35 խմբերի եւ ՄԱԿ-ի 31 կառույցների թվում է նաեւ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան։ Անցյալ տարի Միացյալ Նահանգները առաջին անգամ վերջին 3 տասնամյակների ընթացքում բացակայեց ՄԱԿ-ի ամենամյա միջազգային կլիմայական գաղտնաժողովից։ Այդ տեղեկությանը ՄԱԿ-ից դեռևս չեն արձագանքել։ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը արձագանքել է Թրամփի այս հայտարարությանը, ընդգծելով, որ փոխարենը 2027 թվականին ԱՄՆ ռազմական բյուջեն 1 տրիլիոնի փոխարեն պետք է կազմի 1.5 տրիլիոն դոլար։ Ռազմական բյուջեների շարունակական ավելացումներով են զբաղված նաև Ռուսաստանը, Եվրամիության առաջատար երկրները, Ճապոնիան, Չինաստանը, Թուրքիան, Պակիստանը եւ Հնդկաստանը։ Բազմիցս նշել ենք, որ մեր աչքի առջև փոխվում է աշխարհի կառավարման, համատեղ լուծումների որոնման, հավասարակշռումների, հակակշիռների ու արկա աշխարհակարգի կառուցվածքը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի եւ նաեւ մի շարք ռեգիոնալ ազդեցիկ երկրների պատկերացումները եւ տրադիցիոն արտաքին քաղաքականությունները վերանայվում եւ վերանայվելու են, իսկ եվրոպական բազմամշակութային քաղաքականությունը կարծես թե վերջնական ձախողման է գնում։ Հետևաբար առաջիկա միջպետական հարաբերություններում միջազգային գործող շատ կազմակերպություններ կամ միջազգային հանրությունը դեռևս տևական ժամանակ իրական ազդեցություն չեն կարողանալու ունենալ եւ աստիճանաբար դառնալու են ավելորդ։ Խելք, բանականություն, պատասխանատվություն, միասնականություն, ճկունություն եւ տոկունություն։ Սա է այսօրվա հասարակության եւ նրա քաղաքական համակարգի առջև դրված գլխավոր խնդիրը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեր Սթարմերը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ ներկայացրել իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում։ Միացյալ Թագավորության կառավարության համաձայն երկու առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հարցում վերջին զարգացումները եւ ԱՄՆ գործողությունը Վենեսուելայում։ Սթարմերն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը Դանիայի կողքին է Գրենլանդիայի պաշտպանության հարցում, ասելով, որ ոչ ոք չպետք է որոշի այդ տարածքի ապագան։